Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Ուրարտում արձադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին հետևելու AFL-ի Summer Cup-ի 7-րդ տուրի Celta Media Live հանդիպման ընթացքին։ Ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս եկան խաղադաշտ։ Քիչ անց վայրկյաններ անց կմեկնարկի հանդիպումը, կլսվի մրցավար Արսեն Պետրոսյանի մեկնարկային սուլիչը։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար։ Թիմերը խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ, հաղթելու պատրաստականությամբ։ Տեսնենք ինչ ընթացք կունենա հանդիպումը, իհարկե կարծում եմ այն կանցնի հետաքրքիր պայքարում։ Հանդիպումը մեկնարկում է գնդակով Media Live-ի ֆուտբոլիստերն են։ Այս խաղը կարևոր է երկու թիմերի համար, քանի որ մրցաշարան աղյուսակում հարևաններ են այս թիմերը, ընդգրկված են Summer Cup-ի ախմբում։ Celta-ն 5-րդ տեղում է վաստակած 10 միավորով, Մեդիան 1 միավորով է ետ մնում Celta-ից։ Եվ այսօր կփորձեն անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վաստակեն իրենց հերթական 3 միավորը։ Այս պայն եկեք անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո հետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Celta-ից, համար 1 Հայկ Բոքսյան, համար 5 Արման Եփրեմյան, համար 7 Դավիթ Հարությունյան, համար 11 Գարիկ Սենեքերիմյան, համար 17 Արամ Ենգիբարյան, համար 23 Սուրեն Ղուկասյան, համար 40 Լեո Պապյան և համար 90 Տիգրան Այդինյան։ Media Live, համար 1 Հայկ Հարությունյան, համար 4 Ռաֆայել Մովսիսյան, համար 5 Գոր Աթաջանյան, համար 6 Բեն Ամիրջանյան, համար 7 Հայկ Բարխուդարյան, համար 11 Էդգար Իգիթխանով, համար 15 Հովանես Առաքելյան, համար 19 Նարեկ Ներսիսյան, համար 22 Վահան Նահապետյան և համար 33 Սերոպյան։ Սուրեն Ղուկասյան, հիմա Celta-ի գրոհը տեսնենք ինչպես կավարտվի։ Սենեքերիմյան փոխանցում և անկյունային հարված։ Հենց Գարիկ Սենեքերիմյանն իրացնում է անկյունայինը, փոխանցում։ Չեզոքացնում է սպառնալիքը Մեդիայի ֆուտբոլիստները։ Գեղեցիկ փոխանցում էր, բայց այն չհասավ հասցեատիրոջը, սակայն Մեդիան վաստակում է եզրային նետման իրավունք։ Անհաջող փոխանցում էր հիմա Ղուկասյան։ Փորձեց գեղեցիկ փոխանցում կատարել Ղուկասյանը, բայց չստացվեց փոխանցումը, հիմա Մեդիայի հակագրոհը։ Հարված Celta-ի դարպասից։ Բացի Celta-ից և Media Live-ից ախմբում են ընդգրկված նաև Չելսին, Միլանը, Մոնակոն, Բարսելոնան, Տոտենհեմը և Վուլվերհեմպտոնը։ Ախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չելսին, վաստակած 19 միավորով, երկրորդը Միլանն է, երրորդը Մոնակոն։
Հեռացնելը պետք է այդպես էլ անում է։ Վտանգավոր դրություն է և հրաշքով գնդակը չհայտվեց հիմա Սելտայի դարպասում։ Հրաշալի խաղաց Սելտայի դարպասապահը։ Եզրային նետում, փոխանցում առաջ։ Հեռացնում է գնդակը։ Ակտիվ են սկսել մեդիայի ֆուտբոլիստները առաջին րոպեներից։ Փոխանցում։ Լեո Պապյանը գնդակը դուրս է բերում եզրից։ Մեջայի մոտ է գնդակը։ Չկարողացավ ինչպես հարկը շրջանցել, կորցրեց գնդակը։ Սուրան Ղուկասյան, Սենեկ Երեմյան։ Կորցնում է Գավի Սենեկ Երեմյանը գնդակը։ Հրաշալի անցում է, շարժում է առաջ, փոխանցում։ Չեզոքացնում է սպառնալիքը Սելտայի ֆուտբոլիստները Ղուկասյան, Ենգիբարյան։ Հրաշալի փոխանցում գնդակը փոխանցում է Սենեկ Երեմյանին, ֆանտաստիկ փոխանցում է, դե փոխանցում է անկյունային։ Ինչպիսի դիրքից է վրիպում հիմա Սելտայի ֆուտբոլիստը։ Թերևս այսօրվա խաղի ամենառեալ գոլային պահը չկարողացան եզրափակել Սելտայի ֆուտբոլիստները։ Վտանգավոր դրություն է, դարպասապահը հեռացնում է գնդակը և եզրից հիմա Սելտան կմցնի խաղի մեջ։ Ղուկասյան սլանում է դեպի կենտրոն, հարված, փակում են գնդակի ճանապարհը և մեդիան հնարավորություն է ստանում արագ հակագրողի, տեսնենք։ Փոխանցում առաջ անհաջող է, Ղուկասյանը ստանում է գնդակը։ Հարված, բարձր էր հարվածը։ Բայց ճանապարհին կարծես թե գնդակը դիպել է Սելտայի ֆուտբոլիստին։ Անկյունային հարված։ Սուլի չկա, կարող են իրացնել անկյունայինը, փոխանցում դեպի տուգանային հրապարակ։ Հասնում է խաղընկերը, բայց չի կարողանում ընդունել գնդակը։ Սենեկ Երեմյանը ստանում է ձախ խեզով գնդակը, բայց չկարողացավ պահել իր մոտ և գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։
Մեդյանը գնդակով, փոխանցում, բայց Ենգիբարյանը հեռացնում է գնդակը, սակայն այն մնում է մեդյայի մոտ։ Արված, գնդակը մի փոքր բարձր են տանում։ Դե, փոխանցում, հարված, դարպասապա փրկում է իր թիմին վերահաս գոլից և մրցավարը ինքը։ Փոխանցում, հարված շեղեր, շեղեր հարվածը, հեռացնել է պետք։ Մեդյայի հակագրոհը տեսնենք, փոխանցումն անհաջող էր։ Ղուկասյան, երկար փոխանցում առաջ, չկարողացավ Սենեքելիմյանը ընդունել գնդակը և հարված մեդյայի դարպասից։ Գիբարյանը հեռացնում է գնդակը, բայց այն մնում է մեդյայի մոտ։ Գրհոյի ողջունը տեղափոխում են, Աչեզեր, վտանգավոր կարող է ստացվել։ Ինչ է այստեղ։ Ոչ, ամեն ինչ կարգին է։ Խախտել են կանոնը դարպասապահի պայքարում։ Մեդյանը գնդակով, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ուժեղ էր փոխանցումը։ Ընդունում է գնդակը Սելտայի ֆուտբոլիստը, Ենգիբարյան, ուժեղ էր Ենգիբարյանի փոխանցումը և խաղանքերը չի կարողանում հասնել գնդակին։ Երկար փոխանցում առաջ։ Սենեքելիմյան չկարողացավ հասնել գնդակին, բայց համառ պայքար գնդակի համար խաղի կանոնների խախտում։
Հեռու է հարվածելու համար կարծում եմ փոխանցում կկատարի Մողոքասյանը։ Չնայած կարող է նաև հարվածել ոչ փոխանցում դեպի Ենգիբարյան հարված։ Հարված գոլ։ Հաշիվը բացված է վերջապես Սելտային հաջողվում է բացել հանդիպման հաշիվը։ 1-0 բարեկամներ։ 1-0 բարեկամներ Սելտային հաջողվում է բացել խաղի հաշիվը։ Գոլի եղինակը Միքայել Մարտիրոսյանն է համար 3։ Any good out? Փոխանցում 1-0 Սելտան առջևում է հաշվի մեջ։ Սենեքերիմյան փոխանցում վտանգավոր դրություն էր։ Փոխանցում առաջ Հարված մեդիայի դարպասից Սենեքերիմյան հապս է տալիս Ղուկասյան հրաշալի է հարված գոլ Սուրե Ղուկասյան 2-0 2-0 Սուրեն Ղուկասյանը կրկնապատկում է հաշիվը Գարիկ Սենեքերիմյանի փոխանցումից հետո Հարված շեղեր Չի կանոնների խախտում Տեստը վնասված կստացել Սելտայի ֆուտբոլիստը Հանդիպման 19-րդ րոպեն է բարեկամներ 2-0 Սելտան առջևում է հաշվի մեջ Փոխանցում և գոլ 2-1 մեդիան կրճատում է հաշվի տարբերությունը
Երկու մեկ մեդիայի ֆուտբոլիստերին հաջողում է կրճատել հաշվի տարբերությունը։ Հապսը տալիս։ Սենեկերիմյանն ընդունում է գնդակը։ Հապսը տալիս է խաղի կանոնների խախտում։ Խանցում խառի իրավիճակ է և հաշիվը դառնում է 3-1, տեսնենք ով է դառնում գոլի հեղինակը։ Հարված Երեք մեկ Սելտան հաշիվը դարձնում է 3-1 Սենեկերիմյանը կիրասնի անկյունային հարվածը, փոխանցում, հարված շեղեր։ Վտանգավոր կերով կարող է ստացվել, չէ զպաստում են սպառնալիքը։ Հաչևը վտանգավոր դրություն է և հաշիվը դառնում է 3-2 3-2 Սուկասյան անհաջող փոխանցումը Սելտայից 15 համարը գորգ ծրագրում 15 շկապայահային մնակորը Տուգանային հարվածի իրավունք են ստացել Սելտայի ֆուտբոլիստները խաղարկում են, փոխանցում Սելտան մեդիա լայվ 3-2 հաշվով Սելտան արջևում է փոխանցում, վտանգավոր դրություն է անկյունային Սենեկերիմյանն է իրացնում անկյունայինը Փոխանցում Եվ դարպասապա
Հեռացնում է առաջին խաղակեսը ավարտվում է։ Առաջին կեսից հետո Սելտան հաղթում է 3-2 հաշվով։ Այս պահի կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում Afeli Summer Cup-ի 7-րդ տուրի Celta Media Live հանդիպումը սկսված է երկրորդ խաղակեսը։ Առաջին կեսից հետո Celta-ն հաղթում է 3-2 հաշվով։ Հրաշալի առաջին խաղակես ունեցանք, գոլառատ առաջին խաղակես ունեցանք բարեկամներ։ Երկու թիմերն էլ անդադար գրոհում էին եւ առաջին կեսից հետո ունենք 3-2 հաշիվը, տեսնենք ինչ ընթացք կունենա երկրորդ խաղակեսը։ Այո, սա 7-րդ տուրի հանդիպում է, այս թիմերը ընդգրկված են Summer Cup-ի B խմբում։ Մրցաշարային աղյուսակում հարևաններ են, զբաղեցնում են Celta-ն 6-րդ տեղում է, Media Live-ը 5-րդ։ Փոխանցում փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ B խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Chelsea-ն վաստակած 19 միավորով։ Հիմա Մեդիանի գնդակով բարեկամներ հրաշալի փոխանցում է, շարժում է առաջ։ Բայց չեզոքացնում է սպառնալիքը Celta-ի ֆուտբոլիստները։ Եզրային նետում։ Ստում է գնդակը Ղուկասյան։ Ղուկասյանը աչեզրով սրանում է առաջ։ Հարված չստացվեց հիմա։ Celta-ի ֆուտբոլիստի հարվածը և Մեդիան կձեռնարկի արագ հակագրով, բայց Առաջին է, մեջ։ Ղուկասյանը ստանում է գնդակը, փոխանցում։ Հրաշալի է խաղում Մեդիայի ֆուտբոլիստը։ Գալիս է, ծախվեց, ինձ տարի չես է դուք, տեղեք եկել են դուք չես է։ Սադիր մերս են բարով, գալիս է։ Սենեկելի միան կենտրոնում ստանում է գնդակը։ Հարված և ուշկու հարված էր, բայց մի փոքր բարձր ընթացավ հարվածը։ Հաշվը նկատ, խանցում։ Հարված Celta-ի դարպասից։ Հեռացված է գնդակը Տուգանային հրապարակից և եզրից Մեդիան կնետի գնդակը խաղի մեջ։ Ստանում է գնդակի Celta-ի ֆուտբոլիստը, փոխանցում դեպի Ղուկասյանը։ Պատասխան փոխանցումը անհաջող էր, բայց Celta-ն վաստակում է եզրային նետման իրավունք։ Հիմա փոփոխություն արդեն Մեդիայի կազմում։ Հարված և անկյունային։
փոխանցում դեպի Տուգանային հրապարակ։ Արված եւ քիչ էր մնում ինքնագոլի հեղինակ դառնար։ Մեջայի ֆուտբոլիստը հեռացված է գնդակը։ Մեջանի գնդակով Լեո Պապյան Սենեկելիմյան Գեղեցիկ փոխանցում էր Փոխանցում վտանգավոր դրություն կարող է ստացվել, բայց խլում են գնդակը մեջայի ֆուտբոլիստները եւ ձեռնարկում իրենց արագ հակագրոհը Մեջանի գնդակով Պապյան Հետ փոխանցում Հարված ֆանտաստիկ գոլ կարող է ստացվել, բայց հարվածը մի փոքր բարձր ընթացավ Հանդիպան 36-րդ րոպեն է Սելտան հաղթում է 3-2 հաշվով Մեջանի գնդակով Սելտան ստանում է գնդակը, հետ փոխանցում Հարված և մի փոքր շեղ է ընթանում հարվածը բավականին հուշկու հարված էր Սենեկելիմյանը ստանում է գնդակը, բայց չհասկացան հիմա միմյանց Սելտայի ֆուտբոլիստը Մեջան ստանում է գնդակը, Պապյան Կենտրոնով սլանում է առաջ մեջայի ֆուտբոլիստը, հարված և գոլ, 3-3 հրաշալի գոլի հեղինակ է դառնում մեջայի ֆուտբոլիստը Գոլը արձանագրված է հաշիվը դառնում է 3-3
Մեջայի ֆուտբոլիստերին հաջողվում է վերջապես հավասարեցնել հաշիվը։ Հրաշալի է խաղում Սենեքերիմյանը, բայց ստիպում է մրցակցին խախտել խաղի կանոնները։ Ղուկասյան փոխանցում և ինչ է կատարվում, հորիզոնական դարպասածողն է հիմա փրկում մեջային։ Փոխանցում, գոլ! Գոլ բարեկամներ, 4-3։ Չորս-երեք Սելտան առաջ է անցնում հաշվի մեջ։ Վտանգավոր դրություն կարող է ստացվել։ Այո, խախտել էր։ Ները։ Առաջինը ուշադի ես էր։ Ղուկասյանը ստանում է, հասնում է գնդակին։ Խաղի կանոնների խախտում, այո, ակնհայտ խախտում։ Եվ Գարիկ Սենեքերիմյանը կիրացնի տուգանային հարվածը։ Սենեքերիմյան փոխանցում, հարված և դարպասապահն է հեռացնում, ինչ է այստեղ խախտում։ Խլում է գնդակը Սելտայի ֆուտբոլիստը։ Մեջան է գնդակով խաղի կանոնների խախտում։ Դեղին քարտ է ստանում Սելտայի ֆուտբոլիստը։ Փոխանցում առաջ։ Անհաջող փոխանցում էր։ Սելտա Մեդիա Լայվ 4-3 Սելտան հաղթում է Summer Cup-ի 7-րդ տուրում։ Ենգիբարյան, դրսում է գնդակ Արամ Ենգիբարյանը։ Խաբս է տալիս մեջայի ֆուտբոլիստը, տեսնենք ինչպես կավարտվի այս գրոհը։
Խապս է տալիս։ Հարված մեդիայի դարպասից Ղուկասյանը մեդիայի 7 համարը շարժում է առաջ փոխանցում, չեզոքացնում է սպառնալիքը մնում է գնդակը մեդիայի մոտ, խապս է տալիս Փորձեց հեռացնել Ենգիբարյանը, բայց մնում է գնդակը մեդիայի մոտ Անդի Սահակյան Խառը իրավիճակ է խաղադաշտում և եզրային նետում Այո բարեկամներ 4-3 հաշվով Սելտան առջևում է Քիչ ժամանակ է մնում հանդիպման ավարտին Սենե Քերիմյան Փոխանցում Որսում է գնդակը Սելտայի ֆուտբոլիստը Հարված Շեղես Բայց կարծես թե վաստակում է մեդիայի ֆուտբոլիստ անկյունային իրավունք Փոխանցում, հեռացնում են Ղուկասյան Դուրս է գալիս հարվածային դիրքված չի կարողանում հարվածել փոխանցում է կատարում վտանգավոր դրություն է, բայց Ինչ է այստեղ Խախտում, թե եզրային նետում Եզրային նետում կնետեն գնդակը Սելտայի ֆուտբոլիստները Փոխանցում առաջ Բավականին բարձր է հարվածում Գարիկ Սենե Քերիմյանը Մեդյան կենտրոնով շարժում է առաջ Չեզոքացնում է սպառնալիքը Սելտայի ֆուտբոլիստները և ձեռնարկում փորձում ձեռնարկել իրենց հերթական հակագրոհը վտանգավոր կարող է ստացվել Փոխանցում, հարված, բայց փակում են գնդակի ճանապարհը Համար պայքար գնդակի համար, հարված Եվ գնդակը հայտնվում է դարպասում 4-2 Գոլի հեղինակը Սելտայի 5 համարն է
Եփրեմյանը խփեց Սելտայի 5-րդ գնդական հերողություն 5-3 5-3 Սելտան հրաշալի խաղ ցուցադրելով խփում է 5-րդ գնդակ այսօրվա խաղում Երկար փոխանցում առաջ Խլում է գնդակում է ֆուտբոլիստը և ուժեղ հարված առաջ դարպասապահը տիրում է գնդակին Երկար փոխանցում առաջ Չեն շտապում Սելտայի ֆուտբոլիստները որ հաղթում են 5-3 հաշվով Փոխանցում առաջ հեռացնում է բռունցքներով դարպասապահ պատասխան հարվածը և գոլ 5-4 5-4 Մեդյանի գնդակով Քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին 5-4 հաշվով Սելտան առջևում է հաշվի մեջ Փոխանցում հարված Քիչ էր մնում հավասարեցներ հաշիվը մեջայի ֆուտբոլիստը Ղուկասյան Տիրում է գնդակին Սելտայի դարպասապահը Եվ կարմիր քարտ մեդիայի 13 համարին Հեռացում է դաշտից Առաքելյանը մեդիայի կազմում
տեղի կանոնների խախտում։ Դակը թող հետ իջի։ Գնդակը դուրս է գալիս։ Դաշտի սահմաններից եւ վերջ բարեկամներ հանդիպումը ավարտված է։ Սելտայի ֆուտբոլիստները 5-4 հաշվով հաղթում են Մեդիա լայվին։ Բավականին հետաքրքիր եւ գոլառատ պայքարում։ Շնորհավորում եմ Սելտայի ֆուտբոլիստերին գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ։ Եվ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Շարությունյանը, մի շնորհ հանդիպում։